Բարի օր բոլորին Mountain Eye Farms-ից, Ջրաղացի ձոր, Դիլիջան ազգային պարկ, Տավուշ, 2025 թվականի հոկտեմբերի 15-ն է, և վերջապես այսօր ես կարող եմ տեսանյութ նկարահանել մեր կենտրոնի մասին, որը շատ բոլորին խոստացել եմ, խնդրում եմ բաժանորդագրվել մեր արեքին, խնդրում եմ տարածել մեր վիդեոները և հավանել, Գուշացնում եմ, որ YouTube-ը փոխել է իր ալգորիթմը և ավելի շատ դիտումներ են արժանանում այն տեսանյութերը, որոնք տարածվում են, լայքվում են, հավանվում են և նաև կոմենտներ են ստանում։ Խնդրում եմ նաև այցելել մեր կայքէջը, որի հղումը գտնվում է այս տեսանյութի տակ։ Սկսեմ կենտրոնի սա արևելյան մասն է, իմ արև չի ընկնում, մենք ունենք այստեղ ուրեմն հակարդեային պարագաներ, այս գազի բալոնները, մեծ գազի բալոնները, որոնք տեղադրված են, սրանք ջեռուցման համար են, որոնք ես այս ցույց կտամ, ինչի համար են, այս երկու սենյակներն են ջեռուցում։ 1 և 2, այն մյուս գազի բալոնը խոհանոցի գազի համար։ Պետք է ասեմ, որ մեր կենտրոնը ամբողջությամբ off-grid է, այսպեսի հասկանք, ամբողջությամբ off-grid։ Սա մեր Ջեսին ունեցել է 6 ծագուկ, իրանք հիմա քնած է, որ լավիս է, ստյուրը ստանում ենք մենք մի քիչ վերև գտնվող աղբյուրից, սա մեր սենյակների հյուսիսային կողմն է մեր կենտրոնի, սա մեր ամենակարևոր սարքերից մեկն է, մեր արևային համակարգը, պանելները, որոնք ապահովում են մեզ հոսանք անընդհատ։ Մեր հեծը սա է և մենք ունենք անընդհատ հոսանք։ Սա մեր մորզիկն է, որը մեր ուրեմն հակամկնային անվտանգությամբ է զբաղվում և շատ լավ գործ է անում։ Սա արևմտյան հատվածն է, 3 սենյակներ, 1, 2, 3 և երկուսը ջեռուցվում են կոնկրետ գազի կաթսայով, որը ցույց կտամ ներսում, թե ինչպես է ջեռուցվում։ Սա մեր շունիկն է LED-ին, որը մեզ է միացել վերջերս։ Անում է մեր գործի 50%, այսինքն և ոչխարների և անգուստներին կարողանում է տեղավորել, հետ բերել, տանել, ճամբարել և այլ, հատկապես դորբերների դեպքում շատ օգտակար է կամ ծխեցնողը, կապցիլ կան, Charbroil ներկրված է Միացյալ Նահանգներից, աշխատում է հոյակապ, արդեն փորձել ենք։ Սա մեր նորագույն բարձր տեխնոլոգիական թոնիրն է, իր ջերմաչափով, հոյակապ է աշխատում, մենք այստեղ պատրաստում ենք և հաց և միս։ Եվ վերջապես գրիլը, որը նույնպես շատ լավ է աշխատում։ Բարձրանանք մեր դիտահարթակ։ Ահա, մեր տաք ջրի, արևային տաք ջրի կաթսան, 350 լիտր, բավականացնում է 10 հոգու համար, սա մեր պահեստային ջրի կաթսաներն են, դեղույթին տարաներն են դրած, կաթսա չեն, հակահարդեհային ամեն դեպքում։ Սա մեր կարևորագույն սարքերից մեկն է Starlink, սա արբանյակային սատելիտ ինտերնետ է, որը մեզ ապահովում է 400 և ավել մեգաբիտ վայրկյան արագությամբ ինտերնետով։ Սա մեր եղանակային կայանն է, Ambient Weather 5000, գերժամանակակից վերջի ճիճն է և Հայաստանում մենք առաջինն ենք, որ ունենք այսպիսի եղանակային համակարգ, որի համար շատ ուրախ և հպարտ։ Մեր հարգանքի տուրքն է այն երկրներին, որոնք որ
աջակցել են, որպեսզի մենք ունենանք այս գեղեցիկ ուսումնական եւ ծառայությունների կենտրոնը։ Միացյալ Նահանգները, որոնք աջակցել են եւ ներդրում են արել, իհարկե Շվեյցարիայի Հանրապետությունը, Շվեյցարիան սա մեր ֆերմայի դրոշն է, Mountain Eye Farms եւ բնականաբար Հայաստանը, որտեղ կենտրոնը կառուցված է որակով, լավ մասնագետներ են աշխատել։ Այստեղ ցույց է տալիս, թե ովքեր են ուրեմն նաև այն մարմինները եւ երկրները, որոնք եւ կազմակերպությունները, որոնք մեզ օգնել են այս կենտրոնը կառուցելու համար։ Ուրեմն առաջի հերթին Հայաստանի Հանրապետությունը, կառավարությունը եւ Շվեյցարիայի կառավարությունը, Ավստրիայի կառավարությունը, Գերմանիայի կառավարությունը GIZ-ի միջոցով, այստեղ հատուկ նշված է HEX, շվեյցարական ուրեմն եկեղեցու օգնության կազմակերպությունն է, Izmirlian Foundation-ը, SDA կամ ռազմավարական զարգացման գործակալությունը, հատկապես որոնց մենք հատկապես շնորհակալ ենք, Վանանդ ընկերությունը եւ Բեռնի ուրեմն կիրառական գիտությունների ակադեմիան կամ ինստիտուտը։ Սա մեր հիմնական աշխատանքային մասն է, բալկոնը, որը նաև այստեղ շատ եւ աշխատել է լինում, նախաճաշել, երեկոյան ընտրել, նույնիսկ երբ որ եղանակը այդքան էլ տաք չի, այս վերևի եթե արև կա, ուրեմն այդ թիթեղները տաքանում են եւ այստեղ նույնիսկ ցուրտ եղանակին շատ հարմարավետ կարելի է նստել, աշխատել, նախաճաշել, ընտրել, բոլոր հարմարությունները կան, հոյակապ տեսարան է, ոնց որ տեսնում եք նաեւ, մենք այստեղ ունենք նաեւ ընդհանուր սանհանգույց, լվացքատ տնով, վազքի մեքենա, սանհանգույց, ամբողջը աշխատում է արևային հասանքով։ Սենյակներ ունենք 1, 2, 3, 4 հատ, ուրեմն սենյակներից մեկը ցույց տամ ներսից, երկու տեղանոց է եւ մահճակալները բացվում են, որպեսզի կարողանան, ասենք, իրերը տեղավորել։ Այստեղ այս բացող սեղանն է, որը հավաքվում է աշխատանքի համար։ Սա մեր տաքացուցիչն է, Buddy, կանադական հենց փակ տարածքների համար, որը տեսակ որ սնվում է դրսում դրված գազի բալոնից, շատ արագ տաքացնում է այս սենյակը, մենք նաև այստեղ ուրեմն օդի որակի չափիչ եւ ազդանշանը գալիս է, երբ որ օդի որակը փոխվում։ Սա մեր գիշերային լույս տարբերավորեն եւ սանհանգույց սենյակների համար ցնցումով։ Սա մեր սարսարանն է, արդեն 300 քանի լիտր տարողությամբ, միս եւ այլ պարեն, ամբողջությամբ ավտոնոմ լինելու համար։ Սա մեր հիմնական կայոտ կամպանիան է, գեղեցիկ եւ կամինային վառարանով, Այստեղ անցնում են մեր երեկոները եւ նույնիսկ առավոտները, եթե ցուրտ է դրսում, եւ ժամանցիկ կենտրոնն է սա։ Դրված է հեռուստացույց, որը հազվադեպ ենք նայում, բացին աշխատանքային է։ Աշխատատեղը իմ եւ մնացած խոհանոց լիարժեք իր ամեն ինչով, սառնարան, տեսակ գազը դրսից էլ միացրած։ Սա մեր էլեկտրակայանի մնացած մասն է, ինվերտորը եւ 6.2 կիլովատանոց
մարդկոցը եւ մեր մնացած պարերն, որը մենք պահում ենք այստեղ մոտավորապես 1-ից 2 ամիս տևողության հաշվարկով։ Նաև մեր դեղորայքներն այնտեղ առաջի օգնության եւ կենթանիների։ Այստեղ մեր charging station, այսինքն այստեղ մենք ուրեմն մարդկոցներն ենք մեր լիցքավորում, ամեն ինչը մեր մոտ լիցքավորելի է, այսրանք մեր ուրեմն բաներն են, բատարի։ Եվ սա եղանակային ստանցիայի ուրեմն կենտրոնն է, որտեղ որ հավաքվում են բոլոր տվյալները։ Չի համարա, մենք ունենք ուրեմն առաջի հերթին մենք ունենք դրսի ջերմաստիճանը, հիմա 10 աստիճան է մոտավորապես։ Այսօր առավելագույնը եղել է 13-ից մի քիչ ավել, նվազագույնը եղել է 6։ Սա մեր քամու ցուցիչն է, ուրեմն քամեն հենց իմ հարավային է, մի քիչ հարավ-արևելյան, 11.9 կմ/վայրկյան, այդ փոխեց 12.2։ Ուրեմն մեր խոնավությունը, ուրեմն օդի խոնավությունը 55 աստիճան է, բավական քիչ է, ճիշտ ասած, մեր տեղանքի համար, բայց այդպես է հիմա։ Եվ այսօր ժամը 7:12 արևը դուրս է ելել եւ 6:24, այսինքն շուտով կիչնի։ Մեր ուրեմն արևային ճառագայթումը 36 է, ընդամենը վատ մետր քառակուսի, սա մեզ պետք է նայենք, որ ինչքան արագ է հավաքելու մեր ուրեմն մարդկոցները, էլեկտրակայանը, արևային եւ նաեւ տաքջուրը, չնայած ամեն մեկը իր ցուցիչը ունի, բայց լավ է երկրորդ ունենալ։ Մենք չունենք ուլտրամանուշակագույն ճառագայթում համարյա, որովհետեւ արևը արդեն մայր է մտնում։ Սա ցույց է տալիս այս սենյակի եւ կողքի սենյակների, մենք հիմա 30 աստիճան ստեղ ունենք, որովհետեւ վառանը միացրած է, մյուս սենյակներում մեկում 16 է, այլ մեկում 18, 49-ը սա էլ խոնավությունն է ցույց տալիս սենյակների։ Okay, մենք ունեցել ենք այս երկու օրվա մեջ 13.2 մմ ուրեմն տեղումներ, ընդամենը այսօր չի եղել անձրև, այս կաթիլը դատարանենք, ուրեմն ունենք սա մեր հարաբերական ուրեմն մթնոլորտային ճնշումն է 1014 հեկտապասկալ եւ նա իջնում է, սա նշանակում է, որ եղանակը վատանալու է ամպերին հավաքվելու, հիմա երկինքը պարզ է, բայց սա նշանակում է, որ ամպերին հավաքվելը մենք ունենալու ենք շուտով ամպամած, հետո նաեւ անձրև, նա նաեւ 4-5 օրվա կանխատեսում է տալիս։ Ցույց է տալիս նաև, որ մենք 3 օր առաջ մեզանից 1 կիլոմետր հեռավորության վրա ունեցել ենք 1 հատ կայծակ, մի հատ։ Սա մեր կայծակի դետեկտորն է, որը նույնպես այս ամբողջ համակարգին հնարավորություն է տալիս մեզ տալ ճշգրիտ կանխատեսում, որպեսզի մենք իմանանք երբ, որտեղից եւ ինչպես եւ ուր պետք է էվակուացնենք մեր կենտրոնը։ Հայաստանում նորից եմ ասում, սա առաջինն է, մենք նաև ուզում եմ բոլորին տեղեկացրել, որ մենք բացել ենք մեր տվյալները հանրության համար, ով ուզենա եղանակային տեսության բոլոր ծառայությունները կարող են մտնել եւ նայել մեր տվյալները։ Եվ մենք երևում ենք հենց մեր տեղադիրքը GPS-ի վրա երևում է։ Եվ Ալեքսա ունենք այստեղ, որը միացրած է եւ այդ եղանակային կայանին, ինքը մեզ կարող է տալ ըստ հարցման, եթե նույնիսկ չենք ուզում անընդհատ նայենք, կհարցնենք Alexa, please provide the forecast from ambient weather, please. The current weather is 13 degrees Celsius with mostly cloudy skies. Today, you can expect intermittent clouds, with a high of 20 degrees and a low of 13 degrees. Thank you, Alex. Նաև Ալեքսային սովորացնելու ենք, որպեսզի մեզ առանց մեր
հարցման Ալեքսան կարողանա մեզ մատիտանը կոնկրետ ցուցիչից իջավ, ինքը կարող է մեզ ազդանշան ուժգնությունը կարող է նաև մեզ ազդանշան տալ բոլոր մնացած պարամետրերով դրա համար մենք իրենք ուզում ենք սովորացնել եւ կսովորացնենք սա է ուզում այս հագին ժամանակ որ ես խոստացել էի սա ուզում էի ցույց տայի հուսով եմ հետաքրքիր էր համոզված եմ որ սա կարեւոր է շատերի համար նաև ուսանողների որոնք այստեղ գալու են սովորելու ինչպես նաև բոլոր այն այցելուների համար որոնք այստեղ կգան այցելելու աշխատելու բոլորին հրավիրում ենք կապվեք մեզ հետ մենք կաշխատենք բոլորին աջակցել շնորհակալություն եմ հայտնում եւ կտեսնվենք